Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մեծ հնչեղություն ստացած երկու քրեական գործերին՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված գործին։ Պողոսյանի խոսքով համայնքապետի սպանության գործով հիմնական կատարողները բացահայտված են, սակայն քննությունը չի սահմանափակվել միայն նրանցով։ Ցանկացած քրեական վարույթով մենք քննարկում ենք նաև այլ հանցակիցներ լինելու վարկածը միանշանակ բոլոր այդ տեսակի հանցագործություններով այդ գործով նույնպես քննարկվում է այլ վարկածներ։ Ես նշեցի, որ հիմնական կատարողների մասով գործը բացահայտված է։ Մենք դիտում ենք, որ օրինակ կա օժանդակող նաև այդ հարցում արդեն մեղադրանք առաջադրված է, թեև այդ անձը հերքում է իր հանցակից լինելու հանգամանքը, բայց նաև դա ամենևին չի նշանակում, որ մենք այլ վարկածներ ստուգելու հետ կապված այստեղ խնդիր ունենք, իրականում մենք պետք է հաստատենք, ես նշեմ, պարտավոր ենք նաև զենքի ձեռքբերման աղբյուրի հետ կապված քննություն կատարենք, մենք պարտավոր ենք օրերով, ժամերով հետ հանցավոր վարքագիծ այդ անձի ստուգենք, որ պահին որտեղ է, այսինքն մենք չենք բավարարում մի տվյալ անձի ցուցմունքով։ Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթից Արթուր Պողոսյանը նշել է, որ վերջինիս մեր ձևով արտահայտությունը ներառվել է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ։ Արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ եւ վերջնական իրավական գնահատական տրված է։ Այս ձևով այլ մեկնաբանություն չունի։ Պողոսյանը նաև ընդգծել է, որ իրավապահները իրավական գնահատական են տվել, համարելով այդ արտահայտությունը ենթադրաբար հանցավոր դրսևորում իշխանազավթման կոչի ձևով։ Միաժամանակ քննչական կոմիտեի նախագահը հերքել է այն վարկածը, որ գործարարի նկատմամբ գործընթացները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։ Ես նշեմ, որ մենք գործում ենք բացառապես օրենքով, առիթը լինում է, օրինակ ձեր ասած մատնանշած դեպքում Կոչուբաևի հետ կապված գրառումը կոնկրետ տվյալ անձն է կատարել, գրառման կապակցությամբ առիթ հիմք է հանդիսացել հաղորդում ներկայացնելու, ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել, վարույթ ենք նախաձեռնել ու դատավարական process-ները գնացել են։ Հիմա այս ընթացքում ով ինչ մեկնաբանեց, ինչի մեկնաբանեց, գիտեք ինչ, այդ հարցերին ես չեմ կարող մեկնաբանել։ Անենց պատասխանեք ինձնից ակնհայտ։ Ես իմ նույնը նաև ազնիվ է, շատ ազնիվ է, շատ ազնիվ է։ Նա հավելել է, որ գործը դեռ նախաքննության փուլում է եւ դրա ավարտից հետո միայն կորոշվի վարույթի ելքը։ Արթուր Պողոսյանը հրաժարվել է հավելյալ մանրամասներ հայտնել, պատճառաբանելով, որ գործերը նախաքննության փուլում են եւ փաստական տվյալներ հրապարակել չի կարող։ Քննչական կոմիտեի ղեկավարը նաեւ անդրադարձել է հոգեվորականների դեմ հարուցված գործերին եւ չի ընդունել իրավապահների դեմ հնչող այն մեղադրանքները, ըստ որոնց այդ գործերի ընթացքում փաստաբանների մուտքը ոչ միշտ է ապահովում։ Խուզարկությունների ընթացքում վնասվում են սրբավայրերը, վերցվում են անձնական իրեր, որոնք երկար ժամանակ չեն վերադարձվում։ Անդրադառնալով ձայնագրությունների մոնտաժված տարբերակի հրապարակմանը, Պողոսյանը պարզաբանել է դրա պատճառը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները կոնկրետ անձանց վերաբերյալ երբ որ իրականացրել են, դա տևել է ամիսներ շարունակ։ Ամիսներ շարունակ։ Այս ընթացքում ամիսներ, օրինակ մարդիկ կենցաղային բնույթի խոսակցություններ ունենում, խոսում են, չգիտեմ, իրանց հարևանից, բարեկամից, խոսում են ճաշ սարքելուց, չէ, կներեք միջև վերջ ավարտեմ։ Եվ չէին կարող այդ ամիսներ շարունակ տևած խոսակցությունը մենք ընտրել ենք այն հատվածները, այսինքն ընտրել ենք այն ձեզ հարմար տարբեր։ Դե հարմարը որն է, ընտրել ենք այն հատվածները, որոնք ըստ մեր խոսք գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Չէ, լսեք միջև վերջ։ Մոնտաժված եւ այլ բաներ։ Այս հարցին լա չեմ ավարտել։ Ընտրել ենք այն հատվածները, որտեղ ըստ մեր գնահատմամբ քրեական վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական տեսանկյունից եւ մեր մեղադրանք հիմնավորելու տեսանկյունից։ Հետեւաբար պարտավոր էինք ոչ թե պետք է հրապարակենք, պարտավոր էինք մոնտաժել եւ բայց դա չի նշանակում, որ ամբողջական ձայնագրությունը արկա չէ, ամբողջական ձայնագրությունը արկա է, ամբողջական ձայնագրությունը հիմա դատարանում է եւ հույս ունեմ, որ այդ կհետազոտվի։ Լրագրողներն անդրադարձել են նաեւ քննչական կոմիտեի աշխատակիցների բողոքներին, ծանր գրաֆիկի, գիշերային զանգերով հետ կանչվելու եւ հավելյալ վճարման բացակայության առնչությամբ։ Պողոսյանը նշել է, որ կառույցում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ է, քննիչները պարտադիր արտոնվում եւ օգտվում են արձակուրդներից, ինչի ընթացքում չեն կարող քննչական գործողություններ իրականացնել, որովհետեւ հետագայում այդ գործողությունները կարող են վիճարկվել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։